Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված էներգետիկայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ հիմնական զեկուցողը Տիկին Վարդանյան դուք եք, հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի էներգետիկայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ձեր հանձնաժողովին եմ ներկայացնում։ Կարճ նկարագրեմ, քանի որ բավականին երկար քննարկվել է, բայց ասեմ, որ առաջարկվող կարգավորումները հիմնականում հետևյալն են։ Օրենքի նախագծով առաջարկվում է հստակ ամրագրել, որ յուրաքանչյուր անձի, այդ թվում սպառողի կողմից կարող է մատուցվել էլեկտրոմոբիլների լիցքավորման ծառայություն, որը չի հանդիսանում էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ և նշված օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ։ Ինչպես նաև հնարավորություն ստեղծել սպառողի համար իրեն մատակարարված էլեկտրաէներգիան սպառել նաև սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի շինության այլ տարածքում գործող պահանջներին համապատասխան ինքնուրույն իրականացնելով այդ համակարգերի միմյանց միացումը։ Նշված իրավակարգավորումների ամրագրման արդյունքում կապահովվի էլեկտրոմոբիլները լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը և սպառողների համար կհեշտացվի ինչպես հիշյալ գործընթացը, այնպես էլ նրանց պատկանող կենցաղային կարիքների համար նախատեսված տարածքների էլեկտրամատակարարման ապահովությունը։ Ներկայացնեմ նաև երկրորդ և երրորդ կետերը, որոնք նախագծով նախատեսվում է 150 կՎտ գերազանցող հզորությամբ ինքնավար էներգոարտադրողների համար հնարավորություն կստեղծել նույն կարգավիճակն ունեցող մյուս անձանց հետ հավասար պայմաններով մասնակցելու էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկային, այդ կերպ նաև խթանելով էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցությունը և ընդլայնելով դրա մրցակցային հատվածում առևտրի մասնակիցների շրջանակը։ Եվ երրորդ կետով օրենքում հստակ ամրագրել, որ ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները, ներառյալ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն առնչվող հարցերը որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով։ Հարգելի գործընկերներ, պետք է նշեմ, որ մենք կառավարության կողմից ստացել ենք երկու առաջարկ և երկուսն էլ ընդունելի է եղել և լրամշակվել է նախագիծը ըստ այդ առաջարկների, դրանք երկուսն էլ տեխնիկական առաջարկներ են, եթե կարիքը տեսնում եք կարող ենք ընթերցել, եթե ոչ շատ լավ։ Նմանատիպ նաև դիտարկումներ մենք ստացել ենք մեր իրավաբանական վարչության իրավական փորձաքննության, այսինքն արդյունքում մենք ստացել ենք նաև մեր իրավաբանական փորձագիտական բաժնից և դրանք նույնպես ընդունելի են եղել մեզ համար։ Պետք է նաև նշեմ, որ նախագծից դուրս է հանվել մի հոդված, հեսա կներկայացնեմ, այն է հոդված 5-ը, հինգերորդ հոդվածը, ըստ որի օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում 28 թիվը պետք է փոխարինվեր 60 թվով, սա այս փոփոխությունը դուրս է հանվել, սա ինքը տեխնիկական իրականում փոփոխություն էր, սակայն պարզվեց, որ մինչ այդ արդեն իսկ այս փոփոխությունը արվել է օրենքներից էլի էներգետիկայի մասին օրենքի մշակման շրջանակում, հետևաբար սա մենք ինքնուրույն հեռացրել ենք այս հոդվածը։ Մի բան պետք է խնդրեմ, որ ուղղակի ես նկատեցի, որ հիմնավորման մեջ այդ մասով տողը մնացել է, դա մենք լրամշակենք և հեսա կտանք նաև քարտուղարությանը դա։ Դեռևս այսքանն էր, եթե այլ հարցեր լինեն, խնդրեմ կպատասխանեմ։ Տիկին Վարդանյան, զուտ մեծ դիտողներին հիշեցնելու համար, սա այն նախագիծներ չէ, որ ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում
էլեկտրոմոբիլների լիցքավորման համար ավտոտնակներում բուռն քննարկման արժանացավ, այսինքն հիմա այս նշանակում է, որ օրենքը ընդունվելու հաջորդ օրվանից սկսած այդ կարգավորումը արդեն աշխատելու է, մարդիկ պիտի հնարավորություն ունենան առանց լրացուցիչ հեստի դիմելու կարողանան այդ գործը անել, այս մասը մի հատ հստակեցնելու, որովհետև դա էր ոնց որ մեխը քննարկման։ Շնորհակալ եմ, պարոն Թունյան, այո, այս նախագիծը վերաբերում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների տեղադրմանը, այսինքն քաղաքացիները այսուհետ կարող են, եթե թույլ է տալիս, այսինքն տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս, իրենց ավտոտնակներում կամ իրենց գույքային սեփականության պատկանող այլ վայրերում տեղադրել առանց հավելյալ անգամ հաշվիչ տեղադրելու եւ որպես նոր սպառող գրանցվելու, սրա մասին է, այսինքն հեշտացնում են կարելի ասել քաղաքացիների կյանքը, բուռն քննարկման ենթարկվում էր տվյալ նախագիծը նաեւ այն համատեքստում, որ ինչպես է միացումները կատարվելու, սակայն բազմիցս նշեցի նաեւ այն ժամանակ քննարկման ժամանակ, որ դա այդ հարցը կարգավորվում է տեսչական մարմինների, այսինքն իրենց ենթակա ակտերով եւ հետեւաբար դա որպես կարգավորում չի կարող օրենքի մաս կազմել եւ նաեւ այստեղ մի կարեւոր բան, որ մինչեւ 2022 թվականը այս մասը ճիշտ ասած, քանի որ էլեկտրոմոբիլների լիցքավորման պահը շատ բուռն քննարկվում է, մենք բայց նաև պետք է նշեմ, որ մենք թույլ ենք տալիս մինչև 2022 թվականի մայիսի 1-ը որպես ինքնավար էներգոարտադրող, այսպես ասած, ֆիքսված էներգոարտադրողներին մասնակցել շուկային, ազատ մրցակցային շուկային մասնակցել, ինչպես որ արդեն այդ թվականից հետո միկրոէներգոարտադրողներն են, այսինքն այս խումբը դուրս էր մնացել եւ հետեւաբար չէր կարգավորման տակ չէր մտնում, որովհետեւ մեր մոտ միկրոէներգոարտադրողը դա միայն մինչեւ 150 կիլովատ դրվածքային հզորությամբ կայաններն էին հանդիսանում, իսկ հիմա մենք այստեղ ավելացրել ենք, որ նաեւ 2022 թվականի մայիսի մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նաև 150-ից 500-ները, այս մասով էլ ուզում եմ, որպեսզի մեր էներգոարտադրողները իմանան։ Եվ պետք է նշեմ նաև, որ այդ բուռն քննարկումների արդյունքում մենք որևէ առաջարկ բուռն քննարկողների կողմից չենք ստացել։ Շնորհակալություն, Տիկին Վարդան, հարցեր չունենք հարցեր, ելույթներ, Տիկին Մանուկյան, որպես համահեղինակ կարող եք դուք ինչ-որ ավելացնելու բան ունեք։ Շատ լավ, այդ դեպքում քվեարկենք, ես սենց հասկացա, որ եղել է երկու առաջարկ կառավարության կողմից ընդունել եք, մնացած առաջարկները, որոնք հնչել են արդեն փորձագիտական վարչության կողմից եւ ձեր կողմից, արդեն падգամավորների անունից են դրվել շրջանառության մեջ, դրա համար մենք հարգելի գործընկերներ, եկեք կառավարության կողմից ներկայացված առաջարկները իրար հետ միանգամից քվեարկենք, հետո падգամավորների առաջարկները։ Ովքեր են կառավարության կողմից ներկայացված այս երկու առաջարկները ընդունելուն, կողմ դեմ ձեռնպատ չունենք եւ ովքեր են կողմ օրենքի հեղինակների կողմից ներկայացված առաջարկներին, կողմ միանձայն կողմ եւ առաջարկներով լրամշակված տարբերակին ովքեր են կողմ հարգելի գործընկերներ, միանձայն կողմ, շնորհակալություն, հարցի քննարկումը ավարտվեց, մեր նիստի օրակարգը նույնպես։ Դե քանի որ հարգելի գործընկերներ կառավարության կողմից ներկայացված առաջարկները ընդունվել են, ու քանի որ կառավարության դիրքորոշումն էլ արդեն հնչել է, իմ կարծիքով մենք կարող ենք բոլորի ժամանակը խնայել, կառավարության տեսակետը կլսենք լիագումար նիստերի դահլիճում, շնորհակալություն։